Հայրենիքային վայրն է, որտեղ ես սովորեցի սիրել, պայքարել, երազել։ Ակումբականի արագությունից է կախված, թե ինչքան ժամանակում կկարողանաք։ Հա, նպատակ էի դրել, որ շուտ պետք է հասնեմ Արմաղան։ Էլ մարտահրավերն էլ չեք պլանավորում։ Մեդիան ունի թե իր օգտակար կողմը ու թե իր վնասակար կողմը։ Զարգացած պետություն ունենալու համար պետք է կրթված ազգ, հավատացեք ձեզ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ողջույն, ուզում եմ մի փոքր պատմել դեպի Բարձունք ոդքասթի մասին։ Մեր եթերը ամբողջությամբ լցված է լինելու նոր սերնդի խոսքով, խնդիրներով, ապրումներով եւ հույսերով։ Մի խոսքով ոդքասթը լինելու է պատանեկան, իսկ ես լինելու եմ այն միջնորդը, որը կստեղծի կապը ձեր եւ իրենց միջեւ։ Ոդքասթի հյուրերը լինելու են դեպի Բարձունք ակումբի անդամները Հայաստանի ամենատարբեր բնակավայրերից։ Դե բնականաբար ծրագիրը կայացնելու համար ձեր աջակցությունը խիստ օգտակար կլինի։ Ծրագրին կարող եք աջակցել, կատարելով նվիրատվություն, նկարագրությունների բաժնում գտնվող հաշվեհամարին կամ պարզապես բաժանորդագրվելով մեր YouTube-յան ալիքին։ Ողջունում եմ բոլորին դեպի Բարձունք ոդքասթի եթերում։ Այսօրվա մեր հյուրը Գետարգելից է, Գետարգելի ակումբի Բորիսն է։ Ողջույն Բորիս, ինչպե՞ս ես։ Ողջույն, լավ, դուք ո՞նց եք։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ ես։ Մի քիչ պատմի քո մասին։ Ես Բորիսն եմ, 15 տարեկան, սովորում եմ Գետարգելի հիմնական դպրոցում, ունեմ գերազանց առաջադիմություն, ունեմ շատ հոբիներ, հետաքրքրություններ, դրանցից են օրինակ հայ ազգային պարերը, սիրում եմ նաև ակտիվորեն զբաղվում եմ կամավորությամբ եւ հետաքրքրություն ունեմ դեպի մարքեթինգը։ Ինչպես ես միացել ակումբին։ Ակումբին միացել եմ 2025 թվականի հունվարին, ամենասկզբից եղել եմ ակումբում դերմրցութային փուլից սկսած, շատ էի սիրել ակումբը դեպի Բարձունքը դեռ մակրապատումներից սկսած ու չեմ փոշմանում, որ միացել եմ։ Շատ լավ, ակումբի մասին դեռ կխոսենք։ Հիմա ո՞նց է սովորում դպրոցում ու արդյոք ո՞նց ես նայում կրթությանը։ Դպրոցում լավ եմ սովորում, կրթությանը նայում եմ որպես կարևորություն, որովհետև յուրաքանչյուր անհատ պետքա կրթված լինի, որովհետև հենց կրթության շնորհիվ է, որ պետությունը զարգանում է։ Կարծում եմ կրթությունը այն ամենաառաջնային մասերում է ինձ համար։ Դու ասացիր, որ դասարան ես 9-րդ։ Իսկ սա ավարտում ես դպրոցը, մտածել ես դպրոցից հետո ուր ես գնալու։ Իրականում մտածում եմ, որ պետք է այթամ քոլեջ, ֆրանսիական քոլեջ, իսկ մասնագիտության հարցում դեռ երկու մասնագիտության մեջ եմ տատանվում, կամ մարքեթինգ, մարքետոլոգ կամ իրավաբան, բայց դեռ հələ չեմ որոշել։ Շատ տարբեր մասնագիտություններ ես ընտրել, ինչի իրավաբան կամ ինչի մարքետոլոգ։ Դե իրավաբան, որովհետև չգիտեմ, այդքան էլ իմ սրտով չի, բայց շատ են գովում, մտածում եմ ինձ համահունչ կլինի, շատերն են ասում, բայց մարքեթինգ շատ եմ սիրում ու ուսումնասիրել եմ էլի մի փոքր, կարծում եմ իմ մոտ լավ կստացվի ու շատ եմ էլի, sense կապնվել մարքեթինգի հետ, կարծում եմ իմ մոտ կստացվի, դրա համար եմ ընտրել մարքեթինգը։ Մարքեթինգը բավականին նոր մասնագիտություն է, համեմատած իրավաբանության հետ օրինակ կամ մյուս մասնագիտությունների, ո՞նց ես առհասարակ հասկացվել, որ հետաքրքիր է քեզ մարքեթինգը։ Իրականում մոտավորապես արդեն 3 տարի է հետաքրքրված եմ մարքեթինգով, մոտավորապես 12 տարեկան էի, տենց թեթև ուսումնասիրեցի այդ ոլորտը ու հասկացա, որ ինձ դուր է գալիս, անգամ դասընթացներ անցա, զգացի, որ մոտս ստացվում է բան ու տենց որոշեցի, որ պետքա հենց այդ ճյուղով գնամ ու մասնագիտությունս ընտրեցի մարքետոլոգ։ Այս վերջերս էլ արդեն որոշեցի, որ կարամ նաև իրավաբանության գծով գնամ։ Հիմա տենց տատավում եմ այդ երկու մասնագիտությունների միջև։ Ասացիր ֆրանսիականի քոլեջ ես ուզում, մարքեթինգի ուղղություն, բայց հետո որ փոխես իրավաբանություն, խնդիր չի։ Դե, իրական, եթե ընտրեմ դժվար փոխեմ արդեն, բայց դե։ Լավ, բացի դրանից ասեցիր, որ ազգային պարերով ես հետաքրքրվում, կամավորությամբ ու դե մարքեթինգը արդեն հասկացանք, ինչի հետ, ինչա հետաքրքրում քեզ ազգային պարերը։
Դե չգիտեմ, հենց միացա դեպի բարձունքին, արդեն սկսեցինք տենց աշխատանքներ ազգային պարեր էինք պարում, ես է պարի հանդեպ շատ մեծ սեր ունեմ, ու տենց միանգամից գերեց ինձ ազգային պարերը, ու արդեն հաճախ նաև գնում ենք նարեկացի պարերի, այնտեղից ավելի ոգևորված, հենց մեծ սեր է էլի գնացել իմ մոտ դեպի ազգային պարերը, ու տենց շատ եմ սիրում ազգային պարեր սովորել, ուսումնասիրել։ Այսինքն դեպի բարձունքի միջոցով ես ծանոթացել, հետո արդեն խորացել։ Դեպի բարձունքը դրա մեջ։ Հասկացա։ Մի քիչ խոսենք քո համայնքից, դու Գետարգելից ես, կպատմես Գետարգելի մասին։ Այո։ Գետարգելը Աբովյան քաղաքի փոքր գյուղերից է, ակտիվ գյուղ է համեմատաբար, չնայած այն ամենի որ փոքր է, ու այդ ակտիվությունը նաև պայմանավորված է դպրոցի երեխեքի աշակերտների շնորհիվ, որովհետև հաճախ ենք իրականացնում մաքրապատումներ, միջոցառումներ, գրքի քննարկումներ, ու ընդհանուր իմ համար ակտիվ է համայնքը, ու հատկապես երբ որ դեպի բարձունքը մուտք գործեց մեր դպրոց, դրանից հետո ենք շատ ակտիվացել, ճիշտ է առաջել էինք ակտիվ, բայց դեպի բարձունքը երբ որ եկավ, արդեն ավելի ակտիվացանք, տենց։ Հրաշալի է։ Բացի դեպի բարձունքից այլ ակտիվություններ կան համայնքում։ Ունենք մշակույթի տուն, այնտեղ տարբեր խմբակներ են գործում, իսկ ընդհանուր առմամբ դպրոցինքից ունենք մեծ ֆուտբոլի դաշտ, այնտեղ հաճախ երեխաներով հավաքվում ենք, ֆուտբոլ ենք խաղում եւ այլն։ Դրանք են հիմնական հետաքրքրությունները։ Հասկացա։ Վերադառնալով դեպի բարձունքին, կպատմես մի քիչ ձեր ակումբի մասին։ Մեր ակումբը կազմավորվել է 2025 թվականի հունվարին։ Այս պահին ակումբում մոտավորապես 20 հոգի ենք, գերակաշռում են տղաները։ Ակումբը համեմատաբար ակտիվ է, երեխեքը մեծ սիրով են առաջադրանքներ անում, ու հենց առաջադրանք էլ է գալիս, ուրախանում են բան, ուղարկում են չաթ, ասում են երեխեք տեսեք առաջադրանք ա եկե, ու մեր մոտ հենց ավանդույթ է դաժե առաջադրանքները շնորհավորում ենք, ու ամեն անգամ ժողովներն էլ իրանք տարբեր առաջարկներ են անում, կարանք սենց անենք, տենց անենք, ու իրականում զգացում է էլի, որ ուզում են գրկվեն այս ամենի մեջ, համեմատաբար շատ ակտիվ են երեխեքը, հա։ Ասացիր քանի հոգի եք, թե մոտավորապես 20 հոգի ենք, 20։ Ասացիր որ տղաներն ավելի շատ են, այդ ինչով է պայմանավորված։ Իրականում ես էլ չգիտեմ, համարը ոնց նկատել եմ, շատ ակումբներում աղջիկներն են գերակշռում, բայց մեր ակումբում հակառակն է, ավելի շատ տղաներն են, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց տղաները ավելի շատ են։ Ասացիր առաջադրանքները, մի քիչ կպատմես այդ առաջադրանքների կատարման process-ը ձեր մոտ ոնց է անցնում։ Օրինակ որ սկզբում դե առաջադրանքներ չկային, երբ որ այդ ներմուծվեց, արդյոք ձեր համար հեշտ էր, արդյոք ուրախացաք, որ այդպիսի բան կա, արդյոք հիմա երբ որ այդ Telegram-ը վա ձեզ համար դա հեշտ է, թե ավելի լավ է, օրինակ ավելի լավ է դպրոցի ձևաչափով լինի։ Չէ, ինձ թվում է Telegram-ով ավելի հեշտ է ու ավելի հետաքրքիր է։ Ընդհանուր առմամբ երեխեքը ավելի sense մի քիչ դժվարանում են վիդեոների հարցում, հատկապես որ փորձեր ենք նկարում եւ այլն, այդ առումով են դժվարանում, բայց ընդհանուր առմամբ այդպես դժվարություններ չունեն, դժվարությունների դեպքում էլ մեզ դիմում են, օգնում ենք ու նենց շոր խնդիր չի առաջանում էլի առաջադրանքների մասով։ Քո ամենասիրելի առաջադրանքը ո՞րն է։ Ամենասիրելիս հատիկո ֆիլմներ, խածիկո ֆիլմներ ու արտահերթներն եմ շատ սիրում, շատ հավես է։ Արտահերթներից մի քիչ կպատմես, որոնք են։ Արտահերթերը հիմնականում ազգային պարեր ենք պարում, օրինակ Թամզարա, ու ամենաառաջին արտահերթը հիշում եմ, որ պետքա պարեինք Առնո Քոչարի ու Սարդարապատ երգը պետքա երգեինք, այդ շատ դեից սկսվեց ամենասկզբից էդ էր էլի, որ սկսեցի շատ սիրել արտահերթերը, որովհետև համնոր բաներ էինք սովորում ու շատ հետաքրքիր էր էլի, այդ ամենը ակումբով հավաքում էինք, համախմբված ինչ որ գործ էինք այն որ իրոքից անում, շատ էր ինձ դուր գալի արտահերթ առաջադրանքները ու մեկ էլ այդ հատիկո ֆիլմն եմ շատ սիրում։ Հրաշալի, դու արդեն արմաղան ես, չէ՞։ Ինչ զգացողություն ունեցար, որ անցար։ Իրականում սկզբում ես շատ հետ էի առաջադրանքներով ու սենց նպատակ էի դրել, որ շուտ պետք է հասնեմ արմաղան ու երբ որ անցա շատ էի ուրախացել, որովհետև ակումբում լիքը մարդիկ կային, ովքեր ինձնից առաջ էին, շատ, բայց նենց ստացվեց, որ ես մի քիչ առաջինանցից ընկա ու շուտ հասա արմաղան, այնքան էի ուրախացել, բանը ուղարկում էի չաթ, ասում էի երեխեք անցել եմ արմաղան, բան, երեխեքներ շնորհավորում էին, այդ вообще ահա որ ուրախանում էի ու իրոք հպարտ էի ինձանով, որ տենց շուտ կարեցի հասնեմ արմաղան։ Այսինքն ոնց որ ակումբականի արագությունից է կախված, թե ինչքան ժամանակում կարողանա։ Հա, օրինակ երբ որ գալիս էր, ես հենց այդ նույն օրը անում էի, չէի թողում վաղվան կամ չգիտեմ, ուր է լինեի,
նույն պահին անում էի, առաջադրանքերում գիշերը շատ ուշ էր գալիս, բայց դնում անում էի, որ հետո հետ չընկնեի շատ էլի։ Իսկ ձեր ակումբում քանի արմաղան կա այս պահին։ Այս պահին 5 արմաղան կա, արմաղանցիներ, 3 աղջիկ, 2 տղա։ Ամռան ճամբարին մասնակցելու համար պետքա մասնակիցներ լինեն ոնց որ արմաղան մակարդակի, գոնե ինչ ես կարծում մինչև ճամբար քանի արմաղան կունենաք։ Իրականում հաշվել ենք մոտավորապես 8 ինձ թվում է կհասցնենք, բայց ինձ թվում է ռեկորդային, որ մեր ակումբում քիչ ենք, մաքսիմում 10 հոգի լինի։ Քո կարծիքով ձեր ակումբի ամենամեծ ձեռքբերումը որն է։ Ամենամեծ ձեռքբերումը երևի որ համագումարին դարձանք արարող ակումբ, այդ էր կարծում եմ այդպես մեծ ձեռքբերումը մեր համար։ Ինչ զգացողություններ էին։ Ոնց ահավոր տագնապային էր մեր մոտ, որովհետև ոնց երեխեքով ձեռք բռնած սպասում էինք, որովհետև վերջին էր ամենաարարողը, սպասում էինք տենայինք որ ակումբը կլիներ, որ ասեցին գետարկել, ահավոր ուրախացանք, երեխեքը գոռում էին անգամ, տենց բարձրացանք բեմ, որ այդ բանները տվեցին, вообще շատ սենց յուրահատուկ պահ էր էլի, համ հպարտ էինք, համ ակումբով, համ մեզնով բոլորս սենց ուրախ էինք ու շատ հպարտ էինք, որ այդքանի հասել ենք ու դարձել էինք ամենաարարող ակումբ։ Ճիշտ է շատ անցել, բայց այս ամեն դեպքում շնորհավորում եմ այդ առիթով։ Իսկ ձեր ակումբը յուրահատուկ է թե սովորական։ Իսկ հիմա բոլոր ակումբներն յուրահատուկ են, բայց մեր յուրահատկությունը կայանում է նրանում, որ մենք շատ մարտահրավեր սիրող ակումբ ենք, սիրում ենք մարտահրավերներ նետել, մարտահրավերներ ընդունել, կարծում եմ մեր յուրահատկությունը այդ է։ Ես հիշում եմ ձեր ֆուտբոլային մարտահրավերը, նրան էլ կարծեմ պատմել էր podcast-ի ժամանակ։ Այլ մարտահրավերն էլ չեք պլանավորում։ Պլանավորել ենք, սպասում ենք այս ցուրտը անցնի ու մարտահրավեր ուղարկենք։ Լավ, սպասում ենք։ Դու ձեր ակումբի մեդիա փոխնախագահն ես, ճիշտ է։ Կպատմես մի քիչ, երբ ընտրվեցիր, նախ ինչ զգացողություններ ունեցար։ Իրականում մեդիա փոխնախագահի այդ պաշտոնում մեկ տեխնացու էր, դա ես էի, ու գիտեի էլի որ արդեն անցել եմ, տենց ինչ որ բան չկար էլի, գիտեի որ անցնելու եմ, հա, էլ տենց ինչ որ սպասողական վիճակ չկար, բայց շատ ուրախացա, որ արդեն ես էի մեդիա փոխնախագահը։ Իրականում մեդիա փոխնախագահի գործն էլ է համեմատաբար ինչ որ կարևոր, որովհետև մենք լուսաբանում ենք մեր ակումբում տեղի ունեցող իրադարձություններ, օրինակ երբ որ սեմինար ենք ունենում, վեբինարներ ենք ունենում, ես մեդիա թիմից հետ պարտավորվում եմ, որ պետք է այդ ամենը լուսաբանենք ու մեդիա ապահովենք, էլի, կարծում եմ այդ շատ կարևոր պաշտոն է ու մեծ պատասխանատվություն է պահանջում։ Դու մեր առաջին մեդիա փոխնախագահն ես, որ եկել է podcast-ի հյուր, դրա համար քեզ մի քիչ շատ եմ հարցեր տալու մեդիա փոխնախագահի մասով։ Դուք ունեք մեդիա թիմեր, ճիշտ է։ Այո։ Մի քիչ պատմի իր գործունեության մասին։ Մեր մեդիա թիմերը կապ չունի քանի հոգի կլինի մեդիա թիմում ու յուրաքանչյուր մարդ պետք է ինչ-որ գործ անի, ունենք տեքստագիրի, լուսանկարիչի, վիդեո նկարողների, մոնտաժողների խումբեր ու ամեն մի այսպես պաշտոնին ինչ-որ մեկը կամ մի քանի հոգի պետք է լինեն։ Մեր ակումբում մեդիա թիմում 8 հոգի ենք ու յուրաքանչյուրը ինչ-որ գործ անում ու շատ ակտիվ են։ Շատ եմ հավանում իրենց աշխատանքը, ամեն անգամ ինչ-որ առաջարկներ են անում, այս նկարենք, ինչ-որ հետաքրքիր վիդեո գաղափարներ են ասում, որ նկարենք ու անհապեր սպասում եմ, որ ինչ-որ սեմինար, վեբինար լինի, տեից էլ ինչ-որ վիդեո անեն, տարբեր տեքստեր եմ մտածում, որ ինչ արժի անել, երբ որ վեբինար ունենանք, սեմինար ունենանք կամ արշավ, տենց ամեն ինչի մասին երեխեքը մտածում են, ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, ինչը ճիշտ կլինի, որ անենք։ Ես շատ գոհ եմ մեդիա թիմից ամեն դեպքում։ Դու իրենց համակարգողն ես, ճիշտ Այո։ է։ Իսկ դժվար չի համակարգել մեդիա թիմ։ Իրականում նենց չի հեշտ է, բայց նենց չի շատ դժվար է, որովհետև երեխեքը ընդունակ են նախ ու իրենց հետ հեշտ է աշխատել էլ իմ համար։ Միջև այդքանը մտերիմ չէինք, բայց երբ որ դեպի բարձունքում էլ արդեն անդադ իրար հետ շփվում ենք, ավելի ենք մտերմացել, ավելի հեշտ է էլի իրար հետ շփվելը, ավելի հեշտ է իրար հասկանալը ու երբ որ ինչ որ առաջադրանք եմ տալիս, չեմ սպասում էլի երկար, իրանք առաջադրանքը անում են ու ուղարկում են հեշտ, արագ շուտ։
Այդ դու որպես մեդիա փոխնախագահ ու նաև որպես մարդ ով ընտրել է գուցենտրի մարքեթինգի մասնագիտությունը, ինչ կասես մեդիան ինչի համար է կարևոր հիմա։ Իրականում մեդիան ունի թե իր օգտակար կողմը ու թե իր վնասակար կողմը, որտեվ հաճախ են տեղի ունենում խաբեություններ եւ այլն, բայց մեդիան կարծում եմ շատ կարեւոր է յուրաքանչյուր բան լուսաբանելու համար, տարածելու համար ու հատկապես մարքեթինգի մասով ասեմ, այդ բիզնեսների զենքն է ու շատ հեշտ է մարքեթինգի շնորհիվ բիզնեսին ճանաչելիություն բերել։ Կարծում եմ մեդիան այդ ամեն ինչը կարողանում է էլի ապահովի, որ այդ ամենը տեղի ունենա։ Արի խոսենք մի քիչ հայրենիքից, ինչ է քո համար հայրենիքը։ Հայրենիքը իմ սրտի մի մասն է, առանց իրա ես իմ կյանքը չեմ պատկերացնում։ Հայրենիքը այն վայրն է, որտեղ ես սովորեցի սիրել, պայքարել, երազել։ Այդ է իմ համար հայրենիքը։ Իսկ ինչ հայրենիք ես երազում։ Ես երազում եմ հայրենիք, որտեղ յուրաքանչյուրը պատրաստ է աջակցել մեկը մյուսին, որտեղ յուրաքանչյուրը իր ուժերով կարա ստեղծի ապագա ու որտեղ մեր յուրաքանչյուր քայլ մեզ կտանի դեպի լուսավոր ապագա ու նոր հնարավորությունների դաշտ կտանի։ Իսկ դու ով ես քո երազած հայրենիքում։ Իրականում ես հարցի շուրջ չեմ մտածել, բայց կարծում եմ այն մարդն եմ, ով իր երազանքներով ու քայլերով բարձրացնում է իր հայրենիքը ու դարձնում այն ավելի ուժեղ ու լուսավոր։ Ոնց ես պատկերացնում այդ, այսինքն նայ դու ընտրել ես կամ ընտրելու ես, եթե օրինակ մարքեթինգի մասնագիտությունը, արդյոք քո մասնագիտությամբ ես դա անելու, թե մասնագիտությունից դուրս ինչ որ ակտիվություն ես ցուցաբերում։ Իրականում կարող եմ իմ մասնագիտությամբ շնորհիվ անեմ, բայց հաստատ իմ մասնագիտությունից դուրս էլ այդ ամենը կանեմ։ Շատ եմ սիրում կամավորություններով զբաղվել, նշել էի, կամավորությունների եմ տարբեր գնում ու էդ էլ հաստատ կնպաստի, որ հայրենիքի զարգացման մեջ ինչ որ գործ ունենամ անելու։ Իսկ առհասարակ հերիք չի ուղղակի մասնագիտությամբ հայրենիքին օգուտ տալը։ Իրականում նա այս մասնագիտությունից թվում է, բայց կարծում եմ, եթե մեր մտքին ինչ որ բան կա, որ ուզում ենք անենք, ինչ որ մեկը մյուսին չի կարա էլի խանգարի, հաստատ եթե մենք մեր մտքում ունենք ինչ որ բան, որ պետքա նենց անենք, որ մեր հայրենիքը շենանա, հաստատ մեզ ոչ մի բան չի կարա կայնեցնի, որտեվ անհնարին ոչինչ չկա ու եթե հարցն վերաբերում է հայրենիքին, առավել եւս։ Համաձայն եմ, իսկ ինչ կարող է անել քո տարիքի երիտասարդը, բացի իհարկե կրթվելուց իր հայրենիքի համար։ Իրականում մտածում եմ, որ կրթությունը շատ կարևոր է ու հայրենիքի զարգացման գործում այդ ամենակարևոր բանն է, որտեվ զարգացած պետություն ունենալու համար պետքա կրթված ազգ, բայց դրանից զատ կարծում եմ երիտասարդը առավելագույնը պետք է անի սիրելով ու գնահատելով իր ազգայինը, իր մշակույթը, իր հայկականը, արժեքները։ Կարծում եմ դրանով էլ կնպաստի հայրենիքի զարգացմանը։ Քո հայրենիքը հզորացնելու ճանապարհին քեզ օգնում է դեպի բարձունքը։ Հա, իրականում ինձ թվում է դեպի բարձունքի շնորհիվ է, որ ես հենց հայրենասեր եմ դարձել, հենց ժամանակին այդքան էլ հետաքրքրված չէի, կամ երևի փոքր էի, այդքան էլ պատկերացում չունեի այդ էր պատճառը, բայց ինձ թվում է հասա դեպի բարձունքն է շատ մեծ ներդրում ունի, որ ես հենց եմ մտածում։ Իսկ եթե դեպի բարձունք չլիներ քո կյանքում, ինչպեսին կլիներ։ Չգիտեմ, ինձ թվում է այս մտածելակերպը նախ չի ունենա հաստատ, բայց ընդհանուր չեմ մտածել այդ հարցի շուրջ։ Շատ լավ, Բորիս, ես քո առաջին եթերն եմ։ Հա։ Հուզված ես։ Սկզբում հուզված էի մի քիչ, բայց արդեն հենց կամաց հանգիստ եմ արդեն։ Լավ է, չեմ եմ։ Կա ինչ որ խնդիր, որ կուզես հիմա բարձրացնել։ Հա, կա։ Ես կուզեմ բարձրացնել մշակույթի ու ազգայինի հարցը, պահպանման հարցը, որովհետև այդ մեր ինքնության հիմքն է, իսկ շատ մարդիկ չեն հասկանում այդ ամենի արժեքը, պետքա սիրենք, գնահատենք մեր ազգայինը, մեր մշակույթը, մեր լեզուն, որովհետև հենց դրա շնորհիվ է, որ մենք կարող ենք պինդ կանգնել հենց աշխարհի առջև ու զարգացնենք, շենացնենք մեր հայրենիքը։ Իսկ օրինակ երիտասարդները ինչ կարող են անել այդ պահպանման գործում։ Հիմա երիտասարդների ներդրումն է հենց ամենամեծը, որովհետև այդ ամենը պետք է հենց փոքրուց, ոնց ասած, սերմանենք մեր սերունդների մեջ,
սերմանենք այն, որ մեր ազգայինը շատ կարևոր է, մեր մշակույթը կարևոր է, պետքա սիրենք մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր ավանդույթները, մեր արժեքները կարևորենք։ Կարծում եմ, տենց պետքա երիտասարդները ընդհանուր մտածեն, ու տենց լավ կլինի էլի։ Բարի, իսկ կոչ կա ինչ-որ որ կուզես անել։ Հա, կա, հավատացեք ձեր ուժերին, մի վախեցեք սխալվելուց, որտեվ սխալների շնորհիվ ենք մենք ավելի ուժեղ դառնում, մի վախեցեք ոչ մի բանից, անհնարին ոչինչ չկա, եթե ինչ-որ նպատակ ունեք, առաջ գնացեք, ամեն ինչ կստացվի, առանց ինչ-որ վախենալու, հավատացեք ձեզ ու ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալ եմ, իսկ կա ինչ-որ բան, որ կուզես թիմիդ ասել, ակումբիդ։ Սիրում եմ ձեզ շատ, ուրախ եմ, որ ձեր հետ եմ համագործակցում, մենք դարձել ենք մի ընտանիք ու ես ձեզ շատ եմ սիրում։ Տան վերջին հարցը, եթե դեպի բարձունքը ճանապարհ լիներ, ուր կտաներ։ Եթե դեպի բարձունքը լիներ ճանապարհ, կտաներ դեպի ինքնաճանաչում, հավատ ինքներս մեր ուժերի նկատմամբ ու մեր երազանքների հայրենիք։ Հրաշալի։ Շնորհակալ եմ Բորիս, ուզում եմ դու էլ ու այո, ինչպես դու ասացիր, ձեր սերունդը ու մեր սերունդը ու բոլոր սերունդները հավատան իրենց ուժերին, դուք էլ հավատացեք ձեր ուժերին։ Շնորհակալ եմ, որ այստեղ էիր, ձեզ էլ շնորհակալություն, որ մեզ դիտում էիք։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Չմոռանաք բաժանորդագրվել։ Հաջողություն։